Այսօր կարծիքի տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդի անդամ Վահե Մովսիսյանին, նրա հետ խոսելու ենք ընտրությունների եւ ընտրություններից հետո գործողությունների ընդհանուր ընդդիմադիրների կեցվածքի մասին, նաեւ իշխանության։ Բարև ձեզ, Վահե Մովսիսյան։ Բարև ձեզ։ Ընտրությունների արդյունքները ու այսօր ընդդիմությունը ինչ պետք է անի ու ինչ իրավիճակ է այսօր ընդհանրապես տիրում երկրում։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ավարտվեցին ընտրությունները, ավարտվեցին կեղծիքներով, ունենք իրավիճակ, որտեղ մանդատների բաժանումը այսպիսին է։ Քաղաքացիական պայմանագիր 61 մանդատ, Հայաստան դաշինք 11 մանդատ, Ուժեղ Հայաստան 28 մանդատ, Բարգավաճ Հայաստան կուսակցություն 5 մանդատ։ Հիմա վիճակահարույց փուլում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որտեղ որ իրենք անցողիկ շեմը ըստ ԿԸՀ-ի եւ Նիկոլ Փաշինյանի պակասում է 60 ձայն, որպեսզի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ունենա 5 մանդատ, այսպիսով Նիկոլ Փաշինյանը չի ձևավորում սահմանադրական մեծամասնություն եւ բնականաբար իրենց համար կենսական նշանակություն ունի, որպեսզի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չանցնի անցողիկ շեմը չհաղթարի եւ չհայտնվի ազգային ժողովում։ Բնականաբար ընդդիմադիր գործընկերները պայքարում են, որպեսզի այդ 60 ձայնը գտնեն, հաշվի առնելով այն կեղծիքները, որ իրականացվել են ընտրությունների ընթացքում իշխանականների կողմից, այսպես կոչված ի օգուտ իշխանականների եւ իշխանության, բնականաբար ստեղծել են մի իրավիճակ, որտեղ որ ընդդիմությունը պետք է տեր կանգնի իր ձայներին, այն քվեներին, որ մեր հայրենակիցները մենք տվել ենք ընդդիմադիրներին։ Այսպիսով այս պայքարում, այս փուլում, եթե Բարգավաճ Հայաստան կուսակցությունը անցնում է անցողիկ շեմը հաղթահարում է եւ հայտնվում է ազգային ժողովում, Նիկոլ Փաշինյանի մոտ առաջանում է խնդիրներ, որովհետեւ իրենք 61 մանդատով չեն կարող ԲԴԽ ղեկավար նշանակել եւ այսպես շարունակ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի համար մեծ նշանակություն ունի, որ իրենք ունենան 64 եւ բնականաբար ավել մանդատներ։ Մենք բնականաբար սպասում ենք ընդդիմադիրների ընդհանուր կոնսոլիդացիային եւ ընդհանուր մոտեցմանը, թե ինչ գործողություններ պետք է իրականացվեն, նախ պետք է բողոքարկվի, կարծում եմ, ընտրությունների ընդհանուր արդյունքները, որտեղ որ միանշանակ է այլևս, որ Նիկոլ Փաշինյանը ունի 50 եւ 1 ձայն, 50% եւ 1 ձայն։ Այսինքն միանձնյա սուպեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը էլ սուպեր վարչապետ չի համարվում, որովհետև Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իրեն չեն տվել 50% եւ ավել ձայն։ Բայց քանի որ մենք գործ ունենք այն իշխանությունների հետ, որոնց մասին նշում ենք նաեւ նախընտրական քարոզարշավի շրջանակներում, այս իրավիճակը շտկելու համար պետք է իշխանափոխություն, այսինքն Նիկոլ Փաշինյանին ձեռնտու միակ տարբերակը նրանում է, որ գնան ազգային ժողով եւ փորձեն իրավիճակը շտկել այնտեղ։ Մենք նախորդ 5 տարիների ընթացքում համոզվել ենք, որ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելը հնարավոր չի, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ուզում է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը փոխի սահմանադրությունը ի օգուտ Ադրբեջանի եւ Թուրքիայի, բնականաբար ուզում է հանի հռչակագիրը եւ այսպես շարունակ։ Հարկ եմ համարում նշել, որ ընդդիմադիրները պետք է դրսևորեն միասնականություն ոչ միայն քվեները տեր կանգնելու սկզբունքով, այլ այն սկզբունքով, որ Նիկոլ Փաշինյանը վերջի վերջո ժողովրդի խոսքից հասկանում ենք, որ չպետք է լինի Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Մնացածը այսպես կոչված գնդակը դեռ օդում է, մենք սպասում ենք այն իրավիճակին, որտեղ որ կոնկրետ կհասկանանք գործողությունների ընդդիմադիրների տեսլականը։ Որպեսզի հայտարարություններ չանեմ ընդդիմադիրներից առաջ, հաշվի առնելով, որ ընդդիմադիրները բավականին մեծ ձայներ են տարել, մեծ թվով ձայներ են տարել, ես իմ սուբյեկտիվ կարծիքով ընդդիմությունը չպետք է համակերպվի նախ այս ընտրակեղծիքներով անցկացված ընտրությունների արդյունքների հետ, որտեղ որ ելի եմ կրկնում Նիկոլ Փաշինյանը չի տանում մեծամասնություն ոչ միայն սահմանադրական, այլ ընդհանրապես ինքը 50% ձայն չունի։ Նիկոլ Փաշինյանը ունի 50% եւ ավել ձայն այն պարագայում, երբ չի անցնում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը անցողիկ շեմը եւ բնականաբար ցավով պետք է նշեմ, որ փոշիացված ձայները բաժանվելու են նույն սկզբունքով, այսինքն Նիկոլ Փաշինյանին նվեր է գնալու այն փոշիացված ձայներից մի մասը, որը որ իրեն տալու է հնարավորություն, որ ինքը հաղթարի 50%-ի շեմը։ Ընդդիմությունը միանշանակ պետք է պայքարի յուրաքանչյուր քվեի համար, ընդդիմությունը պետք է պայքարի եւ շարունակի պայքարել Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ, ընդդիմությունը չպետք է հանձնվի
որովհետև մենք հետ դարձի ճանապարհ չունենք, որովհետև Հայաստանի Հանրապետությունը կործանող իշխանություններին հանձնվելու իրավունք չունենք եւ մեր պայքարը պետք է շարունակվի բնականաբար հետընտրական փուլում տարբեր ձևաչափերով նաև տեր կանգնելով կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ պայքարելով, որպեսզի այն ձայները, որ մեր հայրենակիցները տվել են ընդդիմադիրներին, կարողանանք վերականգնել, այս ընտրակեղծիքները պետք է բացահայտվեն, յուրաքանչյուր իշխանականին աջակցող ընտրակեղծարար պետք է պատժվի, ես կարող եմ նշել միայն, որ 500-ից ավել դեպքեր արձանագրվել են ըստ ԿԸՀ-ի, որտեղ որ եղել են ընտրակեղծիքներ տարբեր ձևաչափերով, պետք է նաև նշեմ, որ եղել են Մեղրի մեր զինվորների հետ կապված դեպքը, որ 8-ից հետո իրենք քվեարկել են մինչև ժամը 12-ը, որտեղ որ ԿԸՀ-ն պնդում է, որ օրենքի խախտում չի եղել, բայց կարող էին զինվորներին ավելի շուտ բերել ընտրատեղամաս եւ այսպես շարունակ, այսինքն ինչ որ կարող էին, ինչ հնարավորություններ ունեցել են իշխանականները, փորձել են բոլոր լծակները օգտագործեն, որպեսզի ազդեն ընտրությունների արդյունքների վրա։ Ընդդիմությունը պետք է համախմբվի մեկ գաղափարի շուրջ, ու այդ մեկ գաղափարը ու այդ մեր համար մեկ թշնամին Նիկոլ Փաշինյանն է եւ իր իշխանությունները։ Բնականաբար իշխանականները տարբեր ձևաչափերով ասուլիսների եւ հարցազրույցների ժամանակ պնդում են, որ իրենք եւ շեմն են հաղթահարել եւ ձևավորելի են կառավարություն ու ունենալու են Նիկոլ Փաշինյան վարչապետ, որի դեմը պետք է առնել։ Դեմը առնելու համար տարբերակները բազմաթիվ են, ստեղծված իրավիճակում ամենակարևորը միասնականությունն է եւ կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի ժամը 2-ի ասուլիսը ընտրությունների գիշերը, երբ դեռ ԿԸՀ-ն նախնական անգամ չէր տվել տվյալներ, իրենք շնորհավորում էին միմյանց եւ ես հիշում եմ Նիկոլ Փաշինյանը, երբ որ շնորհավորում էր իրեն եւ իր թիմակիցներին, որ իրենք հաղթահարել են շեմը, ինքը վարչապետ է լինելու։ Եթե մենք հետևում ենք այդ ասուլեսին կամ հիմա փորձեք գտնել եւ նայել, կտեսնեք սիրելի հայրենակիցներ ջան, որ այնտեղ հաղթած դեմքեր չկային, այնտեղ հաղթողներ չկային, այնտեղ մարդիկ էին, որ միշտ եղել են պարտված ու այդպես էլ շարունակում են պարտված լինել։ Ուղղակի պետք է, որպեսզի մեր հայրենակիցները չտրվեն սադրանքներին ամենակարևորը, սպասեն մինչև գլխավոր ընդդիմադիրները համաձայնության գան, հասկանանք, թե ինչ տեսլականով պետք է Նիկոլ Փաշինյանին հեռացնենք։ Դրանք հանրությունում, հանրության ֆեյսբուքյան համացանցում տիրույթում քննարկվում է մանդատներից հրաժարվելու հարցը, ինչ կասեք դրա մասին։ Տեսեք, մանդատներից հրաժարվելու առաջին նախապայմանը նրանում է, որ քաղաքացիական պայմանագիրը եթե ունենում է 61 մանդատ, մանդատները չվերցնելը ունի արդյունավետություն, այսինքն չի ձևավորվում ազգային ժողովը լիարժեք ու չեն կարողանալու ոչ քվորում ապահովել, ոչ էլ հիմնական այն կարևոր նախապայմանը, որ պետք է ազգային ժողովը իրագործի, այդ գործիքակազմը նորմալ չի աշխատելու, կարելի ասել չի աշխատելու, բայց ցավոք սրտի, եթե Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի վերցնում իր մանդատները, անցողիկ շեմը չի հաղթահարում ըստ ԿԸՀ-ի, ունենում ենք իրավիճակ, որ եթե անգամ չեն վերցնում մանդատները, օրենքը այսպիսին է, պայմանականորեն եթե 200 մեր հայրենակիցներ, ովքեր որ եղել են ցուցակում, այն ուժերը, ովքեր որ հաղթահարել են այդ շեմ, այդ 200-ը պետք է հրաժարվեն իրենց մանդատներից։ Անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, ես կարող եմ միայն ասել, որ օրենքը այդպիսին է, պետք է բոլորը, այսինքն յուրաքանչյուր 200-ից յուրաքանչյուրը պետք է հրաժարվի մանդատը չվերցնի։ Վերջը երեքեր, ինչքան հիշում եմ, փաստաբան Օրբելյանը 5-րդ ալիքում հարցազրույց էր տալիս եւ ասում էր, որ հնարավորություն կա, եթե ընդդիմադիր անցողիկ շեմա հաղթահարած ընդդիմադիր ուժերը չվերցնեն մանդատները, հնարավոր է Նիկոլ Փաշինյանը կեղծիքներով անցկացնի այն ուժերին, ովքեր չեն հաղթահարել շեմը, այդպես բնույթ կա։ Չէ, հնարավոր չի։ Լրագրողը հարց է տալի, ասում է օրենքով դա չի լինի, իսկ փաստաբանը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը միջև հիմա օրենքով չի աշխատել։ Եթե մենք նայում ենք այն տեսանկյունից, որ Նիկոլ Փաշինյանը ինչ ուզի կանի, բնականաբար Նիկոլ Փաշինյանը 8 տարի է ինչ ուզում անում, ինքը խախտում է սահմադրությունը ամեն առավոտ։ Ինչպես նշեցի, Նիկոլ Փաշինյանը դեռ չկար կենտրոնական ընտրական հանձնաժողովի գոնե նախնական տվյալները, ինքը իրեն շնորհավորում էր, որ իրանք հաղթահարել են շեմը, ձևավորել են իշխանություն։ Այսպիսով մենք կարող ենք նաև պնդել, որ Նիկոլ Փաշինյանը անգամ եթե օրենքը թույլ չի տալի, ինքը խախտի այդ օրենքը, բերի այն ուժերին, ովքեր որ իրան ավելի հաճո են ու ընդդիմադիր են, բայց
դիրքավորված են ընդդիմադիր, բայց ընդդիմադիրներ չեն ու ձևավորի ազգային ժողով, բայց ես օրենքի տեսանկյունից եմ միայն կարող պնդել, որ եթե այն ուժերը, ով մեր ընդդիմադիրները, այսպես ասած, հաղթահարել են շեմը ու պետք է գնան ազգային ժողով, որից 11-ը Հայաստան դաշինքի մանդատներն են, 28-ը ուժեղ Հայաստանի եւ վիճակահարույց Բարգավաճ Հայաստանի 5 մանդատներն են։ Եթե իրենք այդ մանդատները չեն վերցնում, չի ձևավորվում ազգային ժողով, առավել եւս Նիկոլ Փաշինյանը չի կարողանում կարևոր լուծումները գտնել, ապահովել քվերում եւ այսպես շարունակ։ Բայց եթե հաշվի առնենք, որ Նիկոլ Փաշինյանը հանգիստ կարող է կեղծել պատերազմի զոհերի թիվ, կարող է կեղծել ընտրությունների թիվ, մենք կարող ենք նաեւ հաշվի առնել, որ Նիկոլ Փաշինյանը իշխանությունը պահելու համար պարտադիր կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի ինքը մնա իր աթոռին։ Այստեղ պետք է ընդդիմադիրները վստահ լինեն նախ իրենց ցուցակի բոլորի վրա, որ ոչ ոք չի վերցնի մանդատները բնականաբար, իսկ վերցնելու պարագայում պետքա քայլեր ձեռնարկեն, ոչ թե սպասենք 5 տարի, այլ աշխատենք այն ուղղությամբ, որ Նիկոլ Փաշինյանը կորցնի իշխանությունը բոլոր հնարավոր տարբերակներով, որոնք որ Սահմանադրությունը թույլ է տալիս։ Այսպիսով հանրային այսպես կոչված խոսույթը տարբեր կարծիքներ կան, մեր հայրենակիցները, ովքեր որ քվեարկել են ընդդիմադիրների օգտին, բնականաբար ունեն իրենց պահանջները, բայց պետք է զինվենք համբերությամբ ու հասկանանք, որ նախ հանձնվելը եւ ընկրկելը մեր արյան մեջ անգամ չկա ու պետքա այն համբերությունը, որը որ մենք ունեցել ենք այս ընթացքում, կարողանանք դրսևորել զսպվածություն, մեկը մյուսին չմեղադրենք, չպառակտենք ներկայիս ընդդիմադիրներին, որպեսզի կարողանան միահամուռ ուժերով, միասնականությամբ կոնկրետ տեսլական տան, բնականաբար ընդդիմադիրները պարտավոր են մեր հայրենակիցներին ներկայացնել իրենց գործողությունների հաջորդականությունը, որպեսզի մենք պատկերացնենք, թե ինչ ճանապարհով ենք մենք գնում ու Նիկոլ Փաշինյանի հերացումը որ փուլում է ու ոնց ինչով ենք առաջնորդվել, որովհետև մենք գիտենք Նիկոլ Փաշինյանը ինչով է առաջնորդվում։ Նիկոլ Փաշինյանը ուզում է, որպեսզի ինքը մնա վարչապետ, այսպես կոչված բերի խաղաղություն, իդեպ պետք է եւ հարկ եմ համարում նշել, որ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել են ադրբեջանցիները, Ադրբեջանի ժողովուրդը, իրենց բլոգերները այնտեղի եւ ԱԳՆ նախկին նախարարը շատ ուրախ էր, որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվել է, այսպես կոչված այդ իշխանությունները մնացել են ու իրենց համար դա մեծ նախապայման է ու նախադրյալներ կստեղծի իրենց հաջողությունների համար։ Հիմա հարց է առաջանում, եթե ուրախանում են առաջինը ադրբեջանցիները, արդյոք հստակ է այն ուղերձը, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանի Հանրապետության շահերը։ Ես կարծում եմ, որ միանշանակ է դա։ Նայեք, ադրբեջանցիների համար Նիկոլ Փաշինյանի ինտերվելը նվեր է, ամեն դեպքում, բայց այսօր ընդդիմադիրները, որ հայտարարում էին, ասում էին ունենք պլան B, բարձա, որ իշխանությունները կեղծիքներ են անում, նաև տեղեկ ենք, որ դուք նաև ընդդիմությունների ընթացքում տեղեկություններ ունեիք, թե ինչ է կատարվում, հիմա ընդդիմության պլան B որն է ձեր կարծիքով, ինչ պետք է անի ընդդիմությունը հստակ, որ այս իշխանությունները չունենան մեծամասնություն եւ չկարողանան սահմանադրություն փոխել, Ադրբեջանի հետ կզած պայմանագիրը կնքել, տարածքներ հանձնել, ամեն դեպքում հիմա ընդդիմության գործողությունները որոնք պետք է լինեն կոնկրետ հստակ։ Գործողությունները երկուսն են իմ կարծիքով։ Առաջին, կրկնում, եթե Բարգավաճ Հայաստանը անցնում է ազգային ժողով, Նիկոլ Փաշինյանը չի ունում մեծամասնություն եւ կախվածություն է ունենում ընդդիմությունից։ Դրանով պայմանավորված ընդդիմությունը անգամ եթե վերցնում է մանդատները, հնարավորություն է ստեղծվում իմպիչմենտի, հնարավորություն է ստեղծվում, որ չապահովի քվորում, հնարավորություն է ստեղծվում, որպեսզի խնդիրներ առաջանա Նիկոլ Փաշինյանի համար ազգային ժողովում տարբեր ձևաչափերով։ Եթե Նիկոլ Փաշինյանը ունենում է այդ 64 մանդատը, միանշանակ ես կարծում եմ, որ ընդդիմությունը պետքա պայքարի արդեն ազգային ժողովից դուրս, որովհետև ազգային ժողովում իրենց դեմ պայքարելը պետք է հաշվի առնել նախորդ 5 տարիները, երբ իրենց վերաբերմունքը մենք ակնհայտ տեսել ենք ազգային ժողովում այն լկտիությունն ու ստորությունը, որ դրսևորել են իրենք ընդդիմադիրների ու ցավոք սրտի նաև ընդդիմադիրներին ընտրողների, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ իրենց անվանելով
շունշանգյալներ, իրենց անվանելով տարբեր երկրների շպիոններ, այսպես կոչված, նենց որ իշխանությունների հետ ամեն ինչ պարզ է, իրենք ամեն ինչ փորձելու են անեն, որպեսզի կարողանան վերարտադրվեն պայեն իշխանությունը, ազգային ժողովով լինի, սահմանադրություն խախտելով լինի եւ այսպես շարունակ։ Ընդդիմությունը պետքա միասնական հստակ ունենա այդ պատկերը ու կարողանա այդ պատկերը ներկայացնի մեզ, մեր հայրենակիցներին, որպեսզի մենք հասկանանք ուր ենք գնում, այսինքն ուր է տանում մեզ Նիկոլ Փաշինյանը, մենք արդեն գիտենք, տանում է դեպի Թուրքիա եւ Ադրբեջան, պետք չի Արարատին նայել եւ այսպես շարունակ մենք դա անգիր գիտենք ցեղասպանության ժխտում ընդդիմությունը հակադրվելով այս ամեն ինչին ու այս թեզերին պետքա պայքարի բոլոր տարբերակներով ըստ իս պետքա նաև փողոցային պայքարի ձևաչափը դիտարկվի որպես տարբերակ, որովհետև Նիկոլ Փաշինյանը իմ կարծիքով չի եկել սահմանադրական ճանապարհով, ինքը չի հաղթել ընտրություններով, այլ ինքը եկել է այսպես կոչված հեղափոխությամբ, որը որ իշխանազավթում էր, մենք արդեն հասկացանք ու այս 8 տարիների ընթացքում մենք հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ուրանա ամեն ինչ միայն թե ունենա աթոռ վարչապետի։ Նաև վերջին հարցը ավարտելով Հայաստան դաշինքը նոր հայտարարել է իշխանազավթել է պատրաստվում են դիմել սահմանադրական դատարան ընտրությունների հարցը վիճարկելու համար, բայց բոլորս էլ տեղյակ են, որ սահմանադրական դատարանը այսօր Նիկոլ Փաշինյանի տակ է աշխատում։ Ինչ պետք է սպասել սահմանադրական դատարանից։ Եթե չլինեն սահմանադրական դատարանի վրա ճնշումներ, նաև հանրային ճնշումներ, այսինքն մեր հայրենակիցները իրենց քվեն տալուց զատ պետք է նաև տեր կանգնեն այդ քվեին ընդդիմության հետ միասին։ Բնականաբար Հայաստան դաշինքը եւ վստահ եմ մյուս ընդդիմադիրները պետքա պայքարեն նախ ԿՀ-ի հետ կապված սահմանադրական դատարանում, բայց ակնկալիքներ, որ սահմանադրական դատարանը չի ենթարկվի Նիկոլ Փաշինյանին, անձամբ ես չունեմ։ Այսպիսով պետք է նաև այդ տարբերակը դիտարկել, միգուցե գան օրենքի դաշտ սահմանադրական դատարանը տա իրավացի քննի ու տա ճիշտ վճիռ, որտեղ որ այս ընտրությունները կարելի է չեղարկել միայն նրա համար, որ խայտառակ ընտրակեղծիքներ ա եղել այն բռնաճնշումները, որ եղան նախընտրական քարոզարշավի շրջանակներում ընդդիմադիրներին գրեթե 500 եւ ավել նախընտրական քարոզարշավի վերջի օրերում մարդիկ ձերբակալվել են, կալանավորվել են, տնային կալանք եւ այսպես շարունակ։ Այսինքն այն բռնաճնշումները, որ այս իշխանությունները օգտագործել են բնականաբար, որպեսզի կարողանան վարչական ռեսուրսի օգտագործմամբ հաղթահարեն շեմը ու կարողանան ձևավորել իշխանություն, խոսում են նրա մասին, որ ընտրությունները բնականաբար կեղծված են ու դա այլևս փաստ է։ Ինչ վերաբերվում է ընդդիմադիրների դիրքորոշման, իրանք կարող են բոլոր ճանապարհները, բոլոր այդ իրենց տեսլականով վերցնեն բոլոր հնարավոր օրինական ճանապարհները, որպեսզի պայքարեն նրա համար, որպեսզի կամ այս ընտրություններին ճիշտ հստակ ձևաչափով տրվի օրենքի ուժով իրենց ձայները, որոնք բնականաբար ավելին են, քան նշվում է, կամ սահմանադրական դատարանը չի բավարար իրենց հայցերը, բնականաբար այդ ակնկալիքները նորից եմ կրկնում, ես չունեմ, որ սահմանադրական դատարանը կամ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում ինչ որ գերատեսչություն չի ծառայի Նիկոլ Փաշինյանին, կարող եմ պնդել ամենաառաջինը այն, որ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ Հայաստանի Հանրապետությունում չկա մեկ դատավոր, որ ինչ չի ենթարկվի։ Այսպիսով մենք ունենք այն իրավիճակը, որը ունենք նախորդ 8 տարիների ընթացքում։ Ու ես կարծում եմ, որ ընդդիմությունը պետք է խոսի, ընդդիմությունը պետք է ներկայացնի հստակ ծրագիրը եւ մենք մեր հայրենակիցները, ովքեր որ ձայն են տվել ընդդիմությանը, կարողանան տեր կանգնել իրենց քվեին, մենք մեր քվեին ու վերջի վերջո այն իշխանափոխության տեսլականը, որը որ կունենա ընդդիմադիրները, միասնականության սկզբունքով փորձենք հասցնենք ավարտին, թե դա կլինի ընտրություններով, փողոցային պայքարով, թե այլ ձևաչափերով, ավելի հստակ պարզ կլինի, երբ որ մենք ունենանք այն իրավիճակը, որտեղ որ սահմանադրական դատարանը կհստակեցնի, կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհստակեցնեն, կհասկանանք ընտրություններից մենք ակնկալիքներ ունենք, թե չունենք արդարության, եթե չունենք, բնականաբար պայքարը պետք է շարունակվի ու սիրելի հայրենակիցներ, ես եւս մեկ անգամ պնդում եմ, որ մենք հայերս պայքարող ժողովուրդ ենք, մեր պայքարի շնորհիվ մենք երրորդ անգամ ունեցել ենք անկախություն եւ ստեղծել ենք Հայաստանի Հանրապետություն, մենք արդար քրտինքով մեր պետությունը ծաղկեցրել ենք ու բերել ենք հասցրել ենք այն իրավիճակին, որ մենք ունեցել ենք բանակ, հաղթանակներ եւ այսպես շարունակ։ Նենց որ ընկրկել պետք չի, հանձնվել պետք չի, պետքա պայքարել, տեր կանգնել ոչ միայն մեր քվեին, այլ նաեւ մեր հայրենիքին Հայաստանի Հանրապետությունը։ Յուրաքանչյուր իշխանություն անցողիկ է։ Մենք հայերս այստեղ հավերժ ենք։